Սա, պարոն Ազարյան, ինձ թվում է ամենաէական հարցն է այսօր քննարկվող հարցերի։ Իսկ ոչ թե սահմանադրության, այլ այն ինչ սով ինչ համատեքստով դուք ներկայացրեցիք։ Ուրեմն կարա լինի տեսական երկու իրավիճակ։ Ադրբեջանը անկեղծ է իր մտահոգություններում, այս մարդիկ անկեղծորեն մտածում են, մեր սահմանադրությունում կա գրված մի բան, որը մեզ թույլ չի տալու խաղաղ եւ համերաշխ ապրել եւ համագործակցել հետագա տարիներին։ Եթե Ադրբեջանը անկեղծ է, ապա լավագույն ճանապարհը եւ ամենակարճ, ամենաուղիղ ճանապարհը փարատելու այդ մտահոգությունները հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որովհետեւ բոլոր լուծումները խաղաղության պայմանագրում են, նախ տեքստում եւ երկրորդ եկեք հիշենք վավերացման մեխանիկան։ Ստորագրումից հետո մենք վերցնելու ենք այդ փաստաթուղթը եւ գնանք դիմենք սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանը, որ աշխարհում միակ մարմինն է, որը իրավունք ունի մեկնաբանել մեր սահմանադրությունը եւ ոնց սահմանադրական դատարանը ասեց ըստ այդմ էլ այդպես է, ուրեմն գնալու ենք հարցնենք սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը կարող է ասել, որ այս թուղթը, որտեղ գրված է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն Ալմաթայի համաձայն եւ ԽՍՀՄ փլուզման, ուրեմն պահին երկու երկրների միջև եղած սահմանների շրջանակներում այդ դա համապատասխանում է սահմանադրությանը, ուրեմն վերջ, Ադրբեջանի մտահոգությունը փարատվեց։ Ասի սահմանադրական դատարանը, որ դա չի համապատասխանում իրականությանը, ուրեմն Ադրբեջանի մտահոգությունները փաստացի արձանագրվում է, որ տեղին են։ Ես տեսական դատողություններ եմ անում, որտեղ այլ չի կարող լինի, հա, տրամաբանական չի։ Այդ ժամանակ էլ մենք կորոշենք արդեն մեր անելիքը, եթե հանգարց ասի, որ չի համապատասխանում։ Մեր իշխանությունը կոնկրետ քաղաքացիական պայմանագիրը կգա ժողովրդին կասի, բայց սա շատ անհավանական է։ Երկրորդ սցենարը, որովհետև մի անգամ արդեն անցյալ սեպտեմբերին նմանատիպ հարցով սահմանադրական դատարան արդեն դիրքորոշում արտահայտել։ Ինքը մեկ այլ փաստաթղթի դելիմիտացիաների հանձնաժողովների ուրեմն կանոնակարգը վավերացնելի սահմանադրական դատարան նույն սկզբունքին Ալմաթային արդեն հայտնել է, որ սա այս սկզբունք սահմանադրության համապատասխան է, հետեւաբար խիստ անհավանական է, բայց այնուամենայնիվ, եթե սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագրի մասով կասի, որ չի համապատասխանում սահմանադրության, այն ժամանակ ամենայն հավանականությամբ մեր քաղաքական ուժը կգա եւ կասի սիրելի ժողովուրդ, այսպես իրավիճակը, այսպեսի խնդիրներ մենք էլ առաջարկում ենք այս լուծումը։ Ժողովուրդն էլ կորոշի, լուծումը լավ է թե չէ։ Ասում ենք սա իրանց, անշուշտ, պարոն Ազարյան, ասենք ոնց եք պատկերացնում, հանդիպենք, ամենաէական թեմաների մասին խոսանք եւ չասենք, լավ, հարգելի հարևաններ, հիմա դուք լուրջ մտածում եք, որ այդ սահմանադրության մեջ խնդիր կա, թե ժամանակ եք ձգում։ Իհարկե ասում ենք, ցավոք սրտի ես չեմ կարող ասել, որ ես ստացել եմ, ես կամ մեր մյուս գործընկերները վարչապետի հանդիպումների ընթացքում այս տեսակ հարցադրում անելիս ունենք լիարժեք եւ սպառիչ ադրբեջանական կողմի պատասխան, որը ես կարող եմ ձեզ հիմա ներկայացնել։ Այդպես չի ցավոք։ Մենք միաժամանակ նաեւ ասում ենք, որ նայեք, այս պատճառով դա խնդիր չի։ Բայց եթե խնդիրը կա, քիչ առաջ նկարագրեցի, սենց լուծում եւ այլ մեր հանդիպումների մեծ հաշվով իմաստ եւ հիմնական խոսակցություն էս վերջի շրջանում, հատկապես տեքստի ուրեմն համաձայնությունից հետո ըստեյության այս ոգով եւ այս ոճով է ընթանում, բայց սա ընթացքն է, չկա որևէ շոշափելի արդյունք, որը ես կարող եմ հիմա ձեզ ներկայացնել։ Կարող եմ ասել լավատեսական այն է, որ խոսակցությունը փակ չի, խոսակցությունը ավարտված չի, խոսակցությունը ընթանում է եւ կրկին ես զուշավոր լավատեսություն կհայտնեի այն մասին, որ իրատեսական շանսեր կան մոտ ապագայում նաեւ հաջող ավարտական ուրեմն փուլ մտնել, հաջող ավարտ ունենալ։ Շնորհակալություն պարոն Միրզոյան։ Պարոն Միրզոյան, մի հարց էլ ես տամ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի գրեթե բոլոր ասպեկտներին մանրամասն անդրադարձանք, բացի մեկից՝ հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։ Եվ ըստ էության Երևանյան երկխոսության ժամանակ իր ելույթում վարչապետ Փաշինյանը իր ելույթում մանրամասն ներկայացրեց, թե Հայաստանը ինչ է առաջարկում ապաշրջափակման հարցում։ Ես կուզենայի դուք եւս ներկայացնեիք մեր առաջարկի բովանդակությունը եւ որքան եք լավատես, որ կյանքի կկոչվի մեր
խաղաղության խաշմերուկը եւ ընդհանրապես ապաշրջափակման գործընթացը։ Սիրով, պարոն Խանդանյան, եւ շնորհակալ եմ։ Մենք առաջի անգամ չի, մեկ անգամ չի, որ իլուր աշխարհի եւ նաեւ երկկողմ շփումներում, նույն ադրբեջանցիների հետ երկկողմ շփումներում, փակ հանդիպումներում ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը շահագրգիռ է այս տարանցիկ ուղիների, ուրեմն եւ տրանսպորտային ուղիների ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ հասկանում ենք բոլորս, որ խոսքը ոչ միայն Հայաստանի տարածքով, ուրեմն Ադրբեջանի հիմնական մասիվ Նախիջևանի կամ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կապ հաստատելու մասին, այլ նաեւ Ադրբեջանի տարածքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանակից որևէ այլ երրորդ երկրի հետ Հայաստանի հետ ուրեմն երկաթուղային կապի հաստատման մասին է։ Մենք 1000 անգամ ասել ենք, մենք շահագրգիռ ենք, ավելին, մենք նույնիսկ մեկ մյուսի հետևից նոր կառուցողական առաջարկներ, ինչ որ մոդելներ, ինչ որ դետալներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, որոնք մեր համոզմամբ շահավետ են եւ ադրբեջանական կողմի համար եւ բնականաբար Հայաստանի համար։ Մի մասը հիմնական սկզբունքների արտահայտված են խաղաղության խաչմերուկում։ Այն է, բացում ենք ամեն ինչ, սկսում ենք, չգիտեմ, ամենահարավային օրինակը, ուրեմն երկաթուղից եւ ըմբռնումը, որ բոլոր ենթակառուցվածքներն են երկու կողմերի համար, երկու կողմերի ենթակառուցվածքները նաև ապաշրջափակվում եւ նաև բոլոր ենթակառուցվածքները մնում են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են եւ գործում են այն երկրների իրավազորության պայմաններում, որոնց տարածքով անցնում են։ Սրանք չվիճարկվող նաև սկզբունքներ են։ Երբեմն տեսնում ենք հակառակ առաջարկներ իհարկե, որոնք մեզ հիմք են տալիս կասկածելու, որ արդյոք հենց այս սկզբունքների ուրեմն շրջանակներում են պատկերացնում բոլորը սա ենթակառուցվածքների ապաշրջափակում, բայց այստեղ եւս խոսակցությունը շարունակվում է եւ կան մեկ-երկու կառուցողական գաղափարներ, որ այսօր քննարկման են, տեսնենք ոնց կստացվի։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նիստը ավարտվեց։